Աստված այսօր իմ սրտից դրել է ձեր մեջ խոսալու, արդյոք Տերը ինձ թողնելու է շանապարհին Տերոջ։ Մենք ապրելով այս երկրի վրա կամա թե ակամա մի օր հանդիպում ենք դժվարությունների, նեղությունների, մի օր հանդիպում ենք խնդիրների, մի օր հանդիպում ենք անելանելի վիճակների մեջ, որի մեջ մենք ել չենք տեսնում։ Եվ շատ անգամ սերներ մեր կողքին ունենալով թշնամին մեզ հուշում է, որ գիտես, Տերը քեզ թողել է։ Քո կատարած գործերի համար, քո իրավիճակների համար, քո մեղավոր կյանքի համար Տերը քեզ թողել է։ Գիտեք, կյանքում լինում են իրավիճակներ, երբ մենք հայտնվում ենք այնպիսի մի պարագայի մեջ, երբ տեսողականը մարդիկ կողքից ամեն բան մեզ ասում են վերջ, սա վերջն է։ Բայց սիրելիներ, նման իրավիճակի մեջ հայտնվել էր մի մարդ, որ իր ամբողջ օր ունեցվածքը վատնել էր։ Նա հասել էր վերջակետի եւ ընդամենը փապագում էր մի բանի։ Եթե հնարավոր է նույնիսկ օգտվել այն կերակուրից, որ խոզերն են ուտում։ Եվ սա վերջն է։ Չկար ոչ մի ել, չկար ոչ մի իրավիճակ փոխելու հնարավորություն։ Նա չուներ գումարներ այդ իրավիճակից դուրս գալու համար։ Չուներ ընկերներ, որ օգնեին իրան այդ իրավիճակից դուրս գալ։ Չկար մի որից է հույս եւ չկար ոչ մի բան։ Բայց կար մեկը, որ մտածում էր նրա մասին։ Եվ Աստծո ավետարանի մեջ գրված է, որ դա նրա հայրն էր։ Անկախ նրա կատարած գործերից, անկախ նրա գտնվելու իրավիճակից, անկախ այն բանից, թե ինչպիսի վերաբերմունք էր ունեցել անառակ որդին իր հոր հանդեպ, հայրը հիշում էր իր որդուն։ Ես կարդալու եմ մի համար, որ գրված է Սաղմոս 16-ի 10-րդ համարի մեջ, որովհետև դու իմ անձս գերեզմանի մեջ պիտի չթողաս և քու սուրբի ապականություն տեսնել պիտի չտաս, ամեն։ Դավիթ հայտնվել էր մի իրավիճակի մեջ, որ ասում էր, ես մահվան շուկի ձորի մեջ ման եմ գալիս։ Գիտես սիրելիս, Դավիթը հասկացել էր մի ճշմարտություն, դու իմ անձս գերեզմանի մեջ թողնել պիտի չտաս, ամեն։ Կարող ես այսօր նայել երկինք ու ասել Տեր, ես գիտեմ մի ճշմարտություն, որ այս ամեն բաները դու անում ես, որպեսզի իմ անձս գերեզմանի մեջ չթողաս, գիտես սիրելիս։ Երբ Դավիթ հայտնվել էր այս իրավիճակի մեջ, հետանոցները նրան ասում էին, ուր է քո Աստվածը։ Եվ նա տեսնում էր ամբարիշտների հաջողությունը, քիչ էր մնում, որ ինչ աներ, սայտակեր ընկներ, նա բողոքում էր Աստծո դեմ։ Աբրահամ երբ կանգնել էր Աստծո առաջին, նա ընդամենը մի բան էր ասում, որն է իմ վարձքը, երբ ես ժառանգ չունեմ։ Ես գիտեմ, որ քո այսօր սիրտը, քո միտքը, քեզ մի օր կկանգնեցնի քո Աստծո առջև, որ դու կասես, որն է իմ վարձքը։ Ես այսքան ժամանակ ես ծառայում եմ, վաճառնակում եմ հիվանդ մնալ։ Ես այսքան տարիներ հաճախում եմ, քո եկեղեցին վաճառնակում եմ մեղավոր մնալ։ Ես այսքան աղերսում եմ քեզ, բայց ոչ մի ելք չեմ տեսնում։ Որն է իմ վարձքը։ Տիրոջ վարձքը նա է, որ նա քո անձը գերեզմանի մեջ չի թողնի, ամեն։ Մի համար կա սերներ, որ գրված է, ես դա պետք է կարդամ Մարկոս 4-րդ գլխի մեջ։ Եվ Հիսուս իր աշակերտների հետ ժամանակի պատճառով ես այդ ամբողջ թեման չեմ կարդա։ Եվ նա իր աշակերտների հետ էր սերներ, եւ նավով գնում էին մի տեղ, գրված է, որ փոթորիկ բարձրացավ, եւ ալիքները սկսեցին ինչ անել, նավը լցնել։ Կամ մի սխալ ավետարան, որ շատերը կարոզում են այսօր։ Շատ եկեղեցիներ այսօր դա կարոզում են, որ եթե դու Հիսուսի հետ լինես, դու փոթորիկի չես հանդիպի։ Ես քեզ ասում եմ, ոչ, դու Հիսուսի հետ պետք է փոթորիկի հանդիպես։ Որտեւ եթե չլինեն այրուսները, չեն ծնվի Դանիելներ,
Եթե չլինի կրակը, չի ծնվի Սեդրակ ու Միսակ Աբեդնագով, եթե չլինեն Գողիաթներ, Դավիթներ, չեն զորանա։ Դու սա պետք է հասկանաս։ Ով էր Դավիթը մինչև Գողիաթը։ Հիշում ես ով էր։ Նա մի պատանի էր ընդամենը։ Բայց Գողիաթից հետո ով էր նա, Իսրայելի թագավորն էր։ Ով էր Դանիելը մինչև արյուծների գուտը։ Ով էր նա, հիշիր, որսի ծնվեն Մովսեսներ, անհրաժեշտ են փարավոններ։ Դու սա պետք է հասկանաս քո կյանքի մեջ։ Եվ ապրելով ես երկրի վրա, դու պետք է ընդունես, որ Հիսուսի հետ դու այդ փոթորիկը կարող ես անցնել, ոչ թե չհանդիպել փոթորիկի։ Մարդիկ այսօր ասում են, որ դու Աստծուն ես հավատում, ինչի համար այս խնդրումը քո կյանքի մեջ։ Դու որ այսքան տարիներ զերծ ես մնացել աշխարհի ամեն ցանկություններից, ինչի համար դու բարեկեցություն չունես։ Ինչի համար այս հիվանդությունը քեզ հանդիպել, որ դու Աստված ունես։ Գիտեք ինչի համար են դրանք մեզ հանդիպում սերներ, որսի ցույց տան, թե մենք ինչքան զորավոր ենք Տիրոջ ներկայության մեջ։ Ամեն։ Ես կարդալու եմ մի համար սերներ, որ գրված է Երկրորդ Կորինթացիս 12-րդ գլուխ 10-րդ համարի մեջ։ Տեսեք Պողոս առաքյալը ինչ էր ասում. Անոր համար համաձայն եմ տկարությունների, նախատինքների, տառապանքների, հալածանքների եւ նեղությունների Քրիստոսի համար, վասնզի երբ կտկարանամ, այն ատեն ես զորավոր եմ փառք Տիրոջը։ Գիտես քո զորությունը երբ ես սկսում հայտնվել քո կյանքի մեջ։ Գիտես Եվ դու սկսում ես տկարանալ, գիտես երբ ես սկսում Աստղը քեզ առաջնորդել, երբ գիշեր է գալիս։ Դու ցերեկով երբևիցե անձն աչքով չես կարող տեսնել այդ աստղերին։ Բայց գիտես այդ աստղը քեզ կառաջնորդեն ժամանակ, երբ խավարը կպատի քեզ։ Եվ դու հայտնվես մի իրավիճակի մեջ, որ կասես վերջ, ամեն բան վերջացել է։ Բայց ես ուզում եմ, որ Սուրբ Ոգին այսօր այս խոսքերը գրի քո սրտի տախտակների վրա, որ քո անձը Աստված գերեզմանի մեջ չի թողնելու, ամեն։ Կարող ես այսօր նայես քո թշնամուն եւ ասես, գիտես, իմ անձը Աստված գերեզմանի մեջ չի թողնելու։ Թեկուզ ես այսօր ընկել եմ, բայց Տերը ինչ անելու ինձ, բարձրացնելու է ինձ։ Թեև ես այսօր տկար եմ, բայց Տիրոջ զորությունը հայտնվում է այն ժամանակ, երբ ես տկար եմ։ Մի դեպք ես պետք է ձեզ համար կարդամ Սուրբ գրքից սերներ, մեզ բոլորի շատ ծանոթ անձնավորություն կար։ Հովսեփը, հիշում եք Հովսեփի կյանքը թե ոչ։ Նա հավատարիմ էր Աստծուն թե ոչ։ Հավատարիմ էր։ Եվ Աստված մի օր Հովսեփին մի տեսիլ ցույց տվեց, որ մի օր ինքը ինչ անելու, իշխելու է։ Եվ նրա առաջ խոնարհվելու են իր 11 եղբայրները, հայրը եւ մայրը։ Բայց փոխարենը այդ տեսիլքի իրագործման ինչ տեղի ունեցավ սերներ։ Սկսեց անհաջողությունների հետևից հանդիպել նրա։ Որն էր առաջի անհաջողությունը։ Եվ մենք կարդում ենք սերներ 40-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք, որ առաջի անհաջողությունը կայանում էր նրանում, որ նրան որպես ստրուկ ծախեցին փարավոնին, նա որպես ստրուկ ծախվեց։ Եվ շատ անգամներ սերներ իմ երկրավոր կյանքի մեջ եկել եմ Տիրոջ առաջ եւ ասել եմ, Տեր, ինչի համար։ Եվ դու ասում ես, քեզ կօրհնեմ, եւ դու ասում ես, քեզ կզորացնեմ, եւ դու ինձ ասում ես, որ ես երբեք քեզ չեմ թողնի։ Ինչի համար ես դու այսօր Հովսեփին ծախում փարավոնի գերության մեջ։ Թողել էր արդյոք Աստված Հովսեփին թե ոչ։ Սա հարց է։ Եվ ապրելով այդ ստրկության մեջ Հովսեփ համակերպվեց դրա հետ։ Նա ասեց ոչինչ, սա կանցնի։ Լինում են չեմ կյանքում, երբ մենք հայտնվում ենք մի դժվարության մեջ ու մտածում ենք, որ կանցնենք, տեսել կանցնենք, անցավ Հովսեփը։ Պատանի Հովսեփը, երկրորդ անհաջողությունը կայացավ նրա մեջ, որ թշնամին նրան ասեց, քեզ ստրկություն է քիչը։ Արի ես քեզ ուր տանեմ, բանտը տանեմ։ Գիտեք սիրելիներ, սա երևի թե Հովսեփի համար վերջակետ էր։ Հովսեփ հայտնվել էր բանտի մեջ։
Բայց գիտես, սա Հովսեփի վերջը չէր։ Բանտի մեջ էլ սիրելներ նա մտածում էր մի բան. Տերը իմ անձը գերեզմանի մեջ չի թողնելու։ Երբ Հոբ հայտնվել էր մի իրավիճակի մեջ, որ ամեն բան կորցրել էր, երբ Հոբը հայտնվել էր մի իրավիճակի մեջ, որ իր ընտանիքն էր կորցրել, եւ նրան մեղադրում էին, որ այս բոլորը քո կյանքի մեջ կատարվել է, որտեղ դու ինչ ես արել, մեղք ես գործել Աստծո առաջին, Հոբ ասում էր, ես գիտեմ ընդամենը մի բան, իմ փրկիչը ողջ է։ Ես սրա մասին առանձին խոսացել եմ, հիշում եք, որ Հիսուս եւ գնում էր Հայրոսի աղջկան բժշկելու ճանապարհին հայտնվեցին մարդիկ եւ նրան ասացին, «Էլ մի բեր Հիսուսին, որտեղ քո աղջիկը մեռավ, ամեն բան վերջացավ»։ Մի կարևոր խոսք կար, որ Հիսուս Հայրոսին ասում էր, «Մի վախեցիր»։ Տեր ինչի չվախենամ, երբ ամեն բան արդեն վերջացած։ Հիսուս ուղղակի ասում էր, գիտես, ես չեմ մեռել, քո աղջիկն է մեռել, իսկ եթե ես չեմ մեռել, ամեն բան կարող եմ ինչ անել, վերականգնել։ Կարող է Աստված թե ոչ։ Կարող ես այսօր քո խնդիրին ասել, իմ Աստված չի մեռել։ Կարող ես։ Կարող ես այսօր քո հիվանդությանը ասել, իմ Աստված չի մեռել, թե ոչ։ Կարող ես այսօր քո դժվարությանը այսօր ասել, իմ Աստված չի մեռել, նա կենդանի է, հարություն է արել, սա կարող ես ասել, թե ոչ։ Կարող ես այսօր նայել քո թշնամու աչքերին եւ ասել, գիտես, Աստված իմ անձը գերեզմանի մեջ չի թողնելու, ամեն։ Կարող ես ասել քո հիվանդությանը, Աստված իմ անձը քո մեջ չի սպանելու։ Կարող ես քո դժվարությանը ասես, Աստված իմ անձը քո ձեռքերի մեջ չի հանձնելու։ Նա մի օր ինչ անելու, ինձ ազատելու է։ Սա շատ կարևոր է սերներ, որսի մենք սա կարողանանք ընդունել մեր կյանքի մեջ։ Եվ մենք կարդում ենք սերներ Մարկոս 4 գլուխը, մենք տեսնում ենք, որ այդ փոթորիկը սարսափելի է։ Աշակերտները հայտնվել էին խուճապի մեջ, բայց Աստված ուզում է, որ դու հիշես, ինչպիսի հզոր է լինի այդ փոթորիկը, նա մի օր ինչ է անելու, վերջանալու է։ Ես գիտեմ, որ դու սրան չես հավատում։ Ես գիտեմ, որ դու քո հույսը կորցրել ես։ Ես գիտեմ, որ այդ փոթորիկի ալիքները քեզ խեղդել են, բայց հիշիր մի բան, սիրելիներ։ Հիշիր մի բան, որ Տիրոջ ներկայությունը կարող է խաղաղեցնել փոթորիկը։ Գիտես, սիրելիս, եւ մենք կարդում ենք 14-րդ գլուխը Մատթեոս ավետարանին, մենք տեսնում ենք միազնավորություն, որ ուզեց գնալ Հիսուսին, բայց մինչ ինքը Հիսուսին կգնար, իր կյանքի մեջ խնդիրներ, փոթորիկներ առաջ եկան։ Երբ Պետրոս տեսավ Հիսուսին քայլելով ջրի վրայով, նա աղաղակում էր ընդամենը մի բան. Տեր, ես եմ ուզում քայլել, ասա ինձ ես գամ։ Քանի անգամ եղել քո կյանքի մեջ, եւ դու որոշել ես ավելի սուրբ կյանք ապրել, ավելի մեծ մեղքերի մեջ ես ընկել։ Քանի անգամ եղել, եւ դու որոշել ես ավելի զորավոր դառնալ, դու ավելի տկարությունների մեջ ես ընկել։ Քանի անգամ եղել, եւ դու ուզեցել ես ավելի լավ բան անել, բայց ավելի վատ է ստացվել քո մոտ։ Գիտես ինչի համար սերս, որտեղ իմ ու քո կյանքի մեջ ծով ու փոթորիկներ կան, որտեղ իմ ու քո կյանքի մեջ փարավոններ կան, իմ ու քո կյանքի մեջ կրակներ կան, իմ ու քո կյանքի մեջ այրուցներ կան, բայց սիրելիներ, Աստված դրանք չի թույլ տվել, որպեսզի ինչ անի, մեզ սպանը։ Քրիստոնեության խաբեությունը սա է։ Երբ մարդիկ նայում են եւ իրավիճակի մեջ տեսնում են, որ Աստված դա թույլ է տվել, որպեսզի դա իրենց սպանի։ Քանիստ եք ես վայրում նստած եւ ունեք համոզում, որ այդ հիվանդությունը ձեզ գերեզման կտանի։ Կա չէ իրավիճակ։ Քանիստ եք նստած, որ մտածում եք, որ այս իրավիճակը, որ ստեղծվել է ձեր կյանքի մեջ, դա մինչեւ ձեր կյանքի վերջը ձեզ հետ գալու է։ Քանիստ եք, որ ստեղ նստած եք ու չեք հավատում, որ ձեր ամուսինները մի օր կապաշխարեն։
ձեր զավակները մի օր կփրկվեն, ձեր կանայք մի օր սուրբ կդառնան։ Դուք համակերպվել եք այդ իրավիճակի հետ։ Փոթորիկը, որ սկսել է ձեզ խեղդել, սիրելիներ, դուք սրա հետ համակերպվել եք։ Բայց գիտես մի կարևոր բան կա, որ ես քեզ ուզում եմ հիշեցնել։ Մի կարևոր բան կար։ Հովսեփ բանտի մեջ չէր համակերպել բանտի կյանքին։ Երբ բաց թողեցին թագավորի հացապետին, նա ասեց, գիտես, երբ կկանգնես փարավոնի առաջ, ինձ կհիշես։ Գիտեք, այդ դեպքից տարիներ անցան։ Եվ մի օր թագավորին խորհուրդ տվեցին, որ բանտում մեկը կա, որ կարող ես հարցին լուծում տալ։ Ես ձեզ ուզում եմ մի հարց տալ։ Դուք կհամաձայնվեք, որ աղքատը ձեզ օգնի։ Չէ, աղքատը օգնող է, թող իրան օգնի, ճիշտ է։ Դուք կհամաձայնվեք, որ հիվանդ մարդը ձեր առողջության համար աղոտ կանի։ Չէ։ Աղոտով է թող իր կյանքին աղոտ կանի, ճիշտ է։ Հասկանում եք սերներ, սա մեր հոգեբանությունն է, բայց Աստված ասեց Եվիային, գնա, ես մի աղքատ կնոջ ասել եմ, որ նա քեզ ինչ անի, կերակրի, ով կերակրեց Եվիային սիրելիներ, աղքատ կինը, թե թագավորը, հիշիր, Տիրոջ զորությունը հայտնվում է տկարության մեջ, սա պետք է դու հիշես, և կանգնեց արդյոք փարավոնի առաջ Հովսեփը թե ոչ։ Գիտես ինչի համար նա կանգնեց։ Ես կարտարում եմ ընդամենը մի նախադասություն։ Երբ Հովսեփ իր եղբայրների առաջ հայտնեց իրով լինելը, եղբայրները ամոթով մնացին։ Բայց ես ուզում եմ քեզ կարտամ Հովսեփի խոսքերը։ Կարտարում եմ 45-րդ գլուխ Ծննդոց։ 5-րդ համարի վերջնամասը։ Առաջին մասում գրված է. ուստի զիս հոս ծախելի համար մի վշտանակ ու ձեզի ծանր թող չի երևա։ Վասնզի Աստված ղրկեց զիս ձեր առջևեն կյանք պահելու համար։ Ամեն։ Հովսեփ սիրելիներ ընդունել էր, որ ով էր իրան ուղարկել այդ հալածանքների մեջ, Տերը թե ոչ։ Տերն էր ուղարկել թե ոչ։ Տերը ուզեցել էր, որ Հովսեփ ծախվի թե ոչ։ Այո։ Տերը ուզեցել էր, որ նա պետապրեսի տան մեջ խայտառակ լինի թե ոչ։ Այո։ Տերը ուզեցել էր, որ նա բանտի մեջ հայտնվի թե ոչ։ Այո։ Գիտես ինչի համար։ Որսի հետո Հովսեփ կարողանար հասկանալ ծախվածի վիճակը։ Որսի հետո Հովսեփ կարողանար հասկանալ բանտի մեջ գտնվողի իրավիճակը։ Եվ մենք շատերս չգիտենք աղքատությունն ինչ է, մենք չենք կարող աղքատի նման հասկանալ։ Եվ մենք շատերս հիվանդ չենք, մենք չգիտենք հիվանդի հոգեբանությունը ինչպիսին է։ Երբ մենք շատերս բարձր տեղերի վրա ենք, մենք չգիտենք ընկած է ինչպիսի հոգեբանություն ունի։ Բայց Հովսեփ ասում էր մի բան, նա իր սրտի մեջ պահել էր ընդամենը ինչ մի խոսք, եւ որն էր այդ խոսքը, ով է ինձ ծախել այս ամեն բաների մեջ, Աստված, ինչի համար սիրելիս, ինչի համար, շարունակության մեջ ասում է, Աստծո նպատակը նա էր, որ ինչ աներ, ինձ եւ քեզ համար սերունդ պահեր, նրա նպատակը բարի էր եւ ոչ թե չար էր, եւ Աստված Գողիաթին Իսրայելի վրա էր ուղարկում, նրա նպատակը բարի էր թե չար էր, նրա նպատակը բարի էր, որտեղ այդ Գողիաթը չկար, նորից եմ կրկնում, Դավիթ չէր ծնվի, եթե Աստված թույլ չտար Դանիելին հարուստների գուպի մեջ մտնել, Իսրայելի Տեր Աստծուն փարավոնը չէր խոնարհվի։ Գիտես սիրելիս, ես հավատում եմ մի ճշմարտության, կգա մի օր, երբ մարդիկ կփառավորեն քո Աստծուն։ Կգա մի օր, երբ մարդիկ կտեսնեն քո կյանքի մեջ կատարվող հրաշքը։ Կգա մի օր, երբ մարդիկ կզարմանան։ Կասեն մենք ախր այս կրակի մեջ որ տարան գցելու մարդիկ վառվան։ Բայց ինչի համար դու չես վառվում։ Գիտես սիրելիս, մի անգամ ես ուզում եմ վկայություն պատմել մեր կյանքից, ախպերներից
Մեկը եկել էր մեր տուն զրուցում էին խոսք գնաց տխուր էր այդ աղբերը խնդիր պրոբլեմ ուներ ասեց ինչու՞ն է խնդիր պրոբլեմը ասեց գիտես փող ունեմ փակվելու չեմ կարողանում փակել ահագին ծանրացել եմ կյանքի մեջ դրա համար ամեն օր վեճը մեր տան մեջ խնդիր է պրոբլեմը դժվարություն է նայեցի ժպտացի ասեցի երևի շատ է գումարը ասեց հա այ աղբեր 400,000 նոր քարտ եմ վերցրել եւ դա խնդիր է դառել ինձ համար ասեցի բան չկա կանցնես հա ծերս թափտվավ սա հա ձեզի իշկա մենակ նստեք ուսեք կանցնիս կաղոտ է կանցնիս ձախվեր կանցնես մի մտածել դա մեծ գումար չի սա գիտես ձեզի համար մարդիկ որոնք չգիտեն պարտքը ինչ է իրանք չեն կարողանում հասկանալ ասես քեզ լավ եմ հասկանում ասես ինչի դու էլ պարտքում ես ասի ունենք ասեց շատ է ասի շատ է ախպեր Սա $1,000-2,000 Սի եվ $1,000-2,000 իջա պարտքի շապը, ես խոսք ուտամ, որ մի ադում էր ինչ մադաղեմ եմ, աղբերս։ Սուս նես սա, $5,000 է, սի եվ $5,000 հասավ իմ պարտքի չապը, ես կեզ 5 գար մադաղ կանեմ։ Սա հավելի շատ է, սեցի հա, հավելի շատ է։ Ուսավ դու կխնդակ, սի այսինքն աղբեր, Ուսով մարդու կնիկ ուրախ եք, ասնես կխնդակ, կուրխնակ, կերկեք, չիդեմ իշկենեք, սեցի հա աղբեր։ Նայեց կրուխը կախեց, ասի գիտես իմ ու քո տարբերությունը որն է, դու քո 400,000-ի մեջ երկ չես տեսնում, դու դա վերջագիր ես դրեք ես համար, վերջ, սա իմ կյանքի վերջն է։ Կան այսօր մարդիկ, որոնք հայտնվելով իրենց խնդրի մեջ ինչ են անում, վերջակետ են դնում, վերջ։ Ես արդեն համոզվա, Տերը ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ ինձ համոզեց, որ դա քո համար չի։ Այն երազը, որ դու ես տեսել ես, դա ընդամենը մարմնավոր է, այն խոսքերը, որ ես կարդում եմ, ճիշտ է գրված են դրանք, բայց դրանք ինձ համար չեն։ Քանիսից են կարդում Աստվածաշունչը ուրիշների համար։ Քանիսից են կարդում եւ ուրախանում, որ տեսեք Աստված Հոսեբին ինչպես ազատեց։ Սա շատ հրաշալի է, սա օրինակ է, որ ես քեզ բերում եմ, բայց ես քեզ մի հարց եմ ուզում քեզ տալ։ Քեզ ինչ, որ Աստված Հոսեբին ազատել է, եւ դու շարունակում ես մնալ բանտի մեջ։ Քեզ ինչ, որ Աստված Իսրայելը ազատել է գերությունից, եւ դու շարունակում ես մնալ մեղքի գերության մեջ։ Քեզ ինչ, որ Աստված հայրոցի աղջկան հարություն է տվել, եւ դու դեռ մեռած ես քո մեղքերի մեջ։ Քեզ ինչ, ուզում եմ քեզ հարց տալ։ Թե դու ուզում ես այսօր հրաշալի գեղեցիկ մի քարոզ լսես, ուրախանաս ու գնաս քո տուն։ Ոչ, ես ուզում եմ քեզ ասել, վերջ դիր այսօր քո կյանքին։ Եվ վերջ դիր այսօր քո թշնամու խոսքերը լսելուն։ Կանգնես որ Տիրոջ առաջ եւ ասա ես գիտեմ մի բան Տեր, դու երբեք իմ անձը գերեզմանի մեջ չես թողնելու։ Ես հավատում եմ, որ դու մի օր ինձ մեղքի իշխանությունից ազատելու ես, ամեն։ Ասա այսօր քո կյանքի մեջ, ես հավատում եմ, որ մի օր ես մեղքի վրա հաղթություն եմ ունենալու։ Ես հավատում եմ, որ մի օր ես բժշկված եմ լինելու։ Հավատում ես թե ոչ։ Հավատում ես թե ոչ։ Գիտես սիրելիս, սա շատ կարևոր է քո կյանքի մեջ։ Դու այսօր եկել ես այս եկեղեցի։ Ես չգիտեմ առաջի անգամ է թե 40 տարի է գալիս ու գնում ես։ Բայց ես քեզ ուզում եմ հիշեցնել մի բան ընդամենը։ Հիշիր։ Հիշիր, նորից եմ խնդրում քեզ։ Նեղությունները եւ դժվարությունները եկել են, որովհետեւ քեզ Դավիթ, Մովսես, Հովսեփ ու Աբրահամ դարձնեն։ Նեղությունները եկել են նորից եմ կշնում, որ քեզ Դավիթ, Հովսեփ, Մովսես ու Աբրահամ դարձնեն։ Նրանք քեզ չեն սպանելու։ Դու մարդ ես, որ պետք է անցնես ինչի միջով, այդ նեղությունների միջով։ Երբ Պողոսը դուրս եկավ նավակոծությունից հետո, ծովի ալիքները չկարողացան Պողոսին սպանել, հիշում եք թե ոչ, եւ Փոթորիկի հանդիպեցին, մտածեցին, որ դա վերջակետ էր, եւ դրանից ելան ինչ տեղ ունեցավ, հիշում եք, մի օծ ինչ արեց, խայտեց Պողոսին։
Գիտես հնարավոր է, որ մարդիկ ասեն, ես իշկան մեղավոր մարդ ես, որ փորձանք հետևից գալիս է քո գլխին։ Կասեն մարդիկ, ինչ ասեցին Պողոսի համար, որ նա մարդասպան մարդ է։ Դա ճշմարտություն էր, թե ոչ։ Ճշմարտություն էր, սերներ։ Նա ժամանակին մարդասպան էր եղել, բայց հիշի մի բան, Աստված թույլ չի տալու իր սուրբին ապականություն տեսնելու համար։ Ես անցած Կիրակի կարդացել եմ այս խոսքերը, այսօր նույնպես կարդալու եմ, մենք աղոթքի պետք է կանգնենք, դա Եսայի մարգարեություն 45-րդ գլուխն է։ Այսպես սկսե Տերը իր օծյալ Կիպրոսին, որուն ած ձեռքը բռնեցի, որպեսզի ազգերը անոր առջև հնազանդեցնեմ։ Թագավորին մեջ կթուլացնեմ, անոր առջև դռները բնավ չգոցվին։ Ես քո առջև պիտի երթամ։ Ամեն։ Համաձայն ես, որ Տերը քո առջևից գնա։ Մենք այսօր աղոթք պետք է անենք, սերներ։ Ես խնդրում եմ ձեզանից, որ այս աղոթք անելուց մենք ասենք ընդամենը մի բան, Տեր, մենք ուզում ենք, որ դու մեր առջևից գնաս։ Շարունակության մեջ գրված է, խորտուբորդ տեղերը պիտի շտկեն։ Քեզ ուզում եմ հարց տալ։ Քո ճանապարհը խորտուբորդ պետք է լինի, թե հարթ։ Խորտուբորդ պետք է լինի, թե հարթ։ Քո ճանապարհը պետք է խորտուբորդ լինի։ Եթե քո ճանապարհը հարթ է, դու Տիրոջ առաջնորդության կարիքը չունես։ Ես քեզ ուղղ եմ ասում։ Եթե քո ամեն ինչ, քո կյանքի մեջ ամեն բան նորմալ է, դու Հիսուսի կարիքը չունես։ Քո ճանապարհը խորտուբորդը Աստված ասում է ինչ պետք է անեմ, պետք է շտկեն։ Շարունակության մեջ գրված է. Պղնձե դռները պիտի փշրեն։ Քո առջև հայտնված դռները փայտից են, թե պղնձից են։ Եթե մեր առաջ հայտնվում են փայտե դռեր, մենք դրանք ի վիճակի ենք ինչ անելու, բացելու։ Քո առջև պետք է լինեն դռներ, որոնք հնարավոր չէ հաղթահարելը։ Դրանք լինելու են ինչպիսի դռներ, պղնձից դռներ։ Բայց Աստված ասում է, ես ինչ պետք է անեմ, դրանք պիտի փշրեն։ Շարունակության մեջ տեսեք ինչ է գրված, երկաթե նիգերը պիտի կոտրեն։ Գիտեք ինչ են երկաթե նիգերը, սերներ։ Դրանք երկաթից առաջներում դռները, վառոդները եւ փակվել են սերներ, դարպասները եւ փակվել են, փայտեր են դրվել, որովհետեւ դռները հնարավոր չլինի կոտրել, բացել։ Եվ գրված է, որ քո առջև դրվածները ոչ թե փայտից պետք է լինեն, որ Սամսոնը չկարողանա առնի իր մեջքին ու գնա, այլ դրանք ինչպիսին պետք է լինեն, երկաթից պետք է լինեն։ Խավարի մեջ ծածկված գանձերը, որտեղ ծածկված գանձերը, դու այսօր խավարից փախնում ես լույսի մեջ։ Անտարավոտ կսանում, Տեր խնդրում եմ, այս փորձությունը ինձանից տարավ, Տեր խնդրում եմ, այս իրավիճակից ինձ ազատիր, Տեր ես չեմ ուզում, այս խավարը ես չեմ ուզում, չեմ ուզում այս խավարը։ Ես քեզ հարց եմ ուզում տալ, որտեղ են ծածկված Տիրոջ գանձերը եւ պահված հարստությունները քեզի պիտի տան, կսեները։ Խավարի մեջ ծածկված հարստություններն Աստված ասում է, ինչ պետք է անի, քեզ պիտի տա։ Շարունակությունը կարդում եմ, որպեսզի գիտենաս, թե ես եմ Տերը, Իսրայելի Աստվածը, որ քեզ քո անունով կանչեմ, ամեն։ Այս բոլոր բաները Աստված ասում է, ես պատրաստում եմ անել քո կյանքի մեջ, որպեսզի գիտենաս ընդամենը մի բան, որ ես եմ Տերը եւ ես քեզ քո անունով կկանչեմ, ամեն։ Գիտեք շատերի անունները ես այսօր եկեղեցում այդ չգիտեմ, բայց դու գիտես, որ Տերը գիտի քո անունը։ Գիտես թե ոչ։ Դու սրան հավատում ես թե ոչ։ Մարդիկ, որ հոգս են գրում, տակը գրում են իրանց անունները։ Խնդրում եմ աղոթեք ամուսնուս ապաշխարության համար, տակն է գրում են Անայի, որպեսզի գիտենան ով է ու զոհը։ Բայց ես քեզ ուզում եմ ասել մի բան, Աստված քեզ գիտի քո անունը։ Եվ նա այսօր ուզում է, որպեսզի դու ինչ անես, գաս Տիրոջ առաջ եւ ասես, Տեր, ես ընդամենը մի կարիք ունեմ,
որ դու իմ արջևից գնաս։ Եվ դու սա կընդունես սիրելիս, դու կսիրես անապատը, դու չես փախնի անապատից։ Եվ դու կհասկանաս, որ անապատի մեջ դու կարող ես հանդիպել Տիրոջը, դու չես փախնի անապատից։ Կան իրավիճակներ, վերջերս մի քույրիկ հետ զրուցում ենք ասում են, գիտես, ես անապատի մեջ եմ հայտնում չկա, աղոտելը չի գալիս, չգիտեմ, ես եղել, ես ասում եմ, գիտես, արի մենք իրար հետ այսօր փառք տանք Տիրոջը, որ դու հայտնվել ես անապատում։ Ասում եմ, ինչի համար փառք տան, փառք տուր, գիտես ինչի համար, ես գիտեմ անապատում չկա ուրիշ ճանապարհ, կա ընդամենը մի ճանապարհ, եւ այդ ճանապարհը ով է, Հիսուս Քրիստոսն է։ Փառք տուր Աստծուն, որտեղ Աստված քեզ բերել է անապատ, չկա ուրիշ ջրեր խմելու, կա ընդամենը մի ջուր խմելու, եւ այդ ջուրը ո՞րն է, Տիրոջ տված ջուրն է։ Փառք տուր Աստծուն, որտեղ անապատում քեզ ուրիշները չեն կարող առաջնորդել, այլ կրակիցությունը եւ ամբիցիոնը քեզ կառաջնորդի։ Փառք տուր Աստծուն, որտեղ հայտնվելով անապատի մեջ, դու գնում ես դեպի ուր, կապ եւ մեղր բխող երկիր։ Ես կարդալու եմ մի համար, որ գրված է Եբրայեցիս թղթերի մեջ, ու աղոթքի պետք է կանգնենք։ Դա գրված է 11-րդ գլխի մեջ։ Ես կարդալու եմ 32-րդ խոսքից, բայց գլխավոր խոսքս 34-ն է։ Արդ ինչ ասեմ։ Ժամանակը բավարար չէ, որ պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, եւ Դավիթին եւ Դավիթին, Սամվելին եւ ուրիշ մարգարեների համար, որոնք հավատքով թագավորությունների հաղթեցին, արտարություն գործեցին, խոստումների հասան, արյուծների բերանը գոցեցին, 34-րդ համար, կրակի զորություն մարեցին, սուրի բերնի ազատվեցան, տկարությունից ուժործան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարներու բանակները ցրեցին, կիները իրենց մեռելները ընդունեցին հարություն առած, ոմանք չարչարվեցան եւ չընդունեցին ազատությունը, որպեսզի լավագույն հարության հասնեն։ Ուրիշները նախատինների, ցեցերի նաեւ կապերի եւ բանդերի փորձ առին, քարկոծվեցան, սահոսվեցան, փորձակի մեջ ընկան, սրոս պամելով մեռան, ոշխարի մորթով այցի մորթերով պտտվեցան, կարոտություն քաշելով, նեղեններով չարչարվեցան։ Եվ ասոնք ամենը հավատքով վկայություն առած խոստումը չառին, քանզի Աստված մեզի համար ավելի աղեկ բան պատրաստեց, որպեսզի անոնք առանց մեզի չկատարվին։ Ամեն։ Այս թվարկվածներից մեջ չգիտեմ, ինչպես էլ չլինի, գոնե մի հատկանիշի մեջ դու հայտնված կլինես, չէ՞։ Սերի մեջ, կրակի մեջ, չգիտեմ, մահվան մեջ, հիվանդության մեջ, ցավի մեջ, պրոբլեմի մեջ, չգիտեմ, բանտի մեջ, հալածանքի մեջ, որից մի բանի դու հանդիպած կլինես։ Բայց ես քեզ ուզում եմ վերջի խոսքը ասել, քանզի Աստված մեզի համար ավելի աղեկ բան պատրաստեց, որպեսզի անոնք առանց մեզի չկատարվին։ Աստված նախատեսել է իր ժողովրդի ազատագրությունը։ Աստված ուզում է, որ դու ազատագրված ապրես։ Եվ գրված է, որ նա չի ուզում ես ազատագրությունը առանց քեզ տեսնել։ Աստված որոշել է իմ եւ քո հոգու փրկությունը։ Եվ նա չի ուզում այդ փրկությունը առանց ինձ եւ քեզ տեսնել։ Աստված նախատեսել է իմ եւ քո բժշկությունը, հոգեվոր, առաջնահերթ եւ մարմնավոր, բայց Աստված չի ուզում սա առանց ինձ ու քեզ տեսնել, հասկացի։ Աստված սա քեզ համար նախապատրաստել է։ Նա ուզում է գնալ քո առջևից։ Կուզենաս, որ գնան քո առջևից թե ոչ։ Ես ուզում եմ, որ դու այսօր ձեն տաս քո մեջ քնած Հիսուսին եւ ասես, Տեր, վեր կաց, որտեղ փոթորիկը ինչ է անում, մեզ սպանում է։ Ես կզում եմ հարց տալ, եւ դու կանչես Տերը, քեզ կլսի թե ոչ։ Կլսի թե ոչ։ Տերը այսօր քեզ կլսի։ Հավատա սրան, սիրելիս։ Շատ մարդիկ ասում են, մի կանչիր Տիրոջը, բավական է, անցավ Տերը, տեսավ որ դու կույր ես, բավական է Բարտեղիմեոս, բավական է աղաղակես Տիրոջը։
Բայց Բարտոլոմեոս շարունակում էր աղաղակել Տիրոջը, թե ոչ, Տեր, որդի Դավթի, ողորմի ինձ։ Ես այսօր աղաղակելու եմ դա։ Տեր Հիսուս, որդի Դավթի, ողորմի ինձ։ Ես չգիտեմ դու կմիանաս իմ աղոթքին, թե ոչ, բայց կանչիր այսօր Տիրոջ անունը։ Նա ամուր աշտարակ է իրեն վստահողների համար։ Հիշիր սիրելիս, նորից եմ կրկնում, Աստծո ծրագիրը նրանում չի, որ քեզ այս իրավիճակի մեջ կոտրի եւ ոչնչացնի։ Աստծո ծրագիրը հետեւյալն է, որ քո մեջ Դավիթներ, Մովսեսներ, Աբրահամներ ստեղծի ու բարձրացնի, որ քեզ քո ժողովրդի մեջ ինչ անի, ցույց տա, որ դու նայես, որի վրա Տիրոջ անունն է կանչված։ Գիտես, որ դու առանձին ես, գիտես, որ դու տարբերում ես քո հարևանից, գիտես, որ դու տարբերում ես քո բարեկամից, գիտես, որ դու տարբերում ես այս աշխարհի մեջ գտնվող շատ մարդկանցից, եւ ինչով ես տարբերվում, դու գիտես, թե ոչ։ Նրանով ես տարբերվում, ես նրանով եմ տարբերվում, որ ես Աստված ունեմ, եւ նա կենդանի Աստված է։ Նա երբեք ինձ չի թողնում, թեև ինձ առաջնորդում է Սաղմոս 23, մավան շուկի ձորի մեջ, եւ մեզ տանում է Հիսուս մավան շուկի ձորի մեջ, մենք ասում ենք վերջ, մեռան, կանջակ եղբայրներին շուտում խոսում համի, մեռան, ոչնչացան, պրծան, գնացին, ո՞ց իրելիս, վազիր այդ մավան շուկի ձորի մեջ, որտեղ այնտեղ է Աստված քո համար սեղան պատրաստել։ Այնտեղ որ Տերը ուզում է քեզ կերակրել, այնտեղ է որ քո թշնամիների առաջ Տերը քեզ բարձրացնելու է, կանգնել է ընդամենը մի պատանի, նայում էր հզոր Գողիաթին եւ ասում էր, գիտես, քո զորությունը կայանում է քո ձեռք բերած զենքերի մեջ, բայց իմ զորությունը կայանում է նրա մեջ, որ ես քո վրա եկել եմ Տեր Եհովայի անունով։ Ամեն։ Մենք այսօր բարձրանում ենք նրանով, որ մենք ունենք Տեր Աստված եւ նա կենդանի է հավիտյանս հավիտենից։ Կանգնենք աղոթի Տիրոջ անունով, թող փառավորվի ամեն։